Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 40-ամյա հոգևոր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների ու պետական պարգևների։ Դրանք տրվել են որպես գնահատանք այն հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրել է Սրբազան հայրը թեմում եւ միջեկեղեցական հարաբերություններում։ Թեմական կյանքում կարևոր իրադարձություն էր, երբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եզրաս Սրբազանին շնորհվեց Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան, կրոնական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գործում ունեցած մեծ ավանդի համար։ Այս առիթով Եզրաս Սրբազանին շնորհավորելու էին եկել Ռուսաստանի նախագահին առընթեր ներքին քաղաքականության հարցերով կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչության պետ Եվգենի Երյոմինը եւ գլխավոր խորհրդական Ալեքսանդր Տերենտևը։ Այս պարգևատրումը խորհրդանշական է, որովհետև ժամանակին, երբ Ռուսիան պայքարում էր Արևելքի դեմ, իշխան Ալեքսանդր Նևսկին մեծ դեր է խաղացել պետականության կայացման եւ պահպանման գործում։ Այս պարգևատրումը նշանակում է, որ ռուս հասարակությունը գնահատական է տալիս Սրբազանի գործունեությանը եւ որպես հոգեվոր սպասավորի եւ որպես Ռուսաստանի քաղաքացու, որը մեծ ջանքեր է ներդնում երկրի զարգացման գործում։ Ռուս զորավար պետական գործիչ սրբերի շարքը դասված Ալեքսանդր Նևսկու անվան շքանշանը Եզրաս Սրբազանի շնորհված բարձրագույն պետական պարգևների շարքում միակը չէ։ Դեռևս 2010 թվականին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում Սրբազանին պարգևատրեց բարեկամության շքանշանով, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում մեծ ավանդի, ինչպես նաև հոգևոր մշակույթի զարգացման համար։ Հաջորդ պետական կարևոր նշանակություն ունեցող պարգևը Եզրաս Սրբազանը ստացավ 9 տարի անց, 2019 թվականին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նրան շնորհվեց պատվո շքանշան, հոգևոր եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ կրթական ակտիվ գործունեության համար։ Այս պարգևատրումով Ռուսաստանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծեց հայ ժողովրդի կարևոր դերը Ռուսաստանի Դաշնությունում։ Սա նաև հայ մշակույթի եւ հայ եկեղեցու հանդեպ տածած հարգանքի նշան է։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանում, եւ մենք բոլորս պարտավորված ենք ծառայելու մեր երկրորդ հայրենիքին, ինչպես մեր Սրբազանը։ Բոլոր հայերի անունից շնորհավորում եմ Եզրաս Սրբազանին, արժանի պարգևատրման, նաև այն անձնվեր ծառայության համար, որ իրականացնում է մեր եկեղեցու եւ Աստծո փառքի համար։ Այս պարգևները միայն իմը չեն, դրանցում Ռուսաստանաբնակ յուրաքանչյուր հայ իր ներդրումն ունի, ասում է Եզրաս Սրբազանը։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։